Դատարանիկը հայտնի երբ է դուրս գալու հիվանդանոցից։ Երբ է դուրս գալու։ Ամսի 4-ին։ 3-ին այրը 4-ին դուրս։ Ինչն է 3։ Այսինքն մեր դատական նիստի օրը։ Դատական նիստի օրը օրվա վերջին։ Որտեղ ուժումը ժամանակը։ Իսկ ինչի է հաստատության ղեկավարը գրել, որ մինչև 8 ներառյալ պետք է գտնվեք։ Իրանց որովհետև առաջի ժամկետից հետո երբ շաբաթյա ժամկետեր են նշանակվում, այդ ժամկետին երբ որ բուժվում է, դրանց այս ամսի 3-ին միջակայքից այդ նույն սիմպտոմները այդանում ինչի մոտ հիմա էլ կա, բազարս ես հետա որ երբ որ շաբաթից արել չեմ կարող պատճեն։ Ավելի դարձնացան, որ մենք ապանում ներկայացնելու համար էպիկիզը ամբողջական, տեղեկանք և անաշխատունակության թերթիկը։ Աշինի
հաջողություն, որպեսզի այս տեղեկանքի ձևաչափով լրացնեն դերկատարանը ներկայացնել, լավ։ Հասանելի հաստատվող թե Մարմասը պարոներումյանը կարծում ես կարդ հասանված Նատական իստերը հետազգելու դեպքում այս կարդով սահմանված այստեղ առավել մանրամասը հիվանդությունների ձեզ ուժով բժշկի վերաբերյալ բնորոշի հաստատության մի խոսքում հետադական իստը չսահմանվենք, եթե ցանկանում եք պատժեն կարող եք իստի ավարտել։ Պատժեն տրամադրել, որովհետև մինչև հիմա տեղեկանքները բոլոր հաստատությունները տրամադրվել են ինչ-որ դրված առանձնաժողով։ Լավ, նախորդ երկու դատական իստերին ձեր չներկայանալը ներկայացված բժշկական հաստատներով պայմանավորված դատարան հարգելի համարում, հաջորդի ներկայացնելու դեպքում նախարարի համապատասխան հրամանով սահմանված ձևաչափով ներկայացնում։ Ինքն պարոն Ռոբելյան, ժամանակի անցած է ներկայացած միջնորդությունից, դատարանը ուսումնասիրել է, կողմերը տրամադրել է ուսումնասիրել է, նրանց համառոտ բանավոր կարգով ներկայացրել եւ քննարկել հարցերով։ Շնորհակալություն։ Անկերի դատարանը ներկայացնում է միջնորդություն քրեական հետապնդում է դատարանելու եւ քրեական վարույթը կարգելու վերաբերյալ։ Հաստատական դատավարական պատմությունը չներկայացնում է ամեն առնվազն որ հիմքում դրված է այն հանգամանքը, որ նախկինում ներկայացված է գործը հարուցվել է 3 հատվածով նախկին քրեական հարաբերությունների, որը հետագա համանadrական էջանները համարվել որ չկա, եւ դրանից հետո դատարանում քննության ժամանակ 2025 թվականի նոյեմբերի 3-ին դատարանը մեղադրողին թույլ է տվել փոփոխել անձանց մերձագրվող արարքի իրավական գնահատականը, հանրային մեղադրողին տրամադրել է ողջամիջապկետ դատարանի կողմից արձանագրված խախտումները վերացնելու եւ նոր մեղադրանք ներկայացնելու որոշումները քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանման, ինչպես նաեւ քրեական գործով սահմանադրական դատարանի եւ ճարտարապետ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան կազմելու եւ ներկայացնել համար, որից հետո ներկայացվել է մեղադրանքը փոփոխված է դեպքված, որը հիմա քննարկվում է։ Այս մեղադրանքի հետ կապված ներկայացնում են համապատասխան միջնորդություն։ Հանրային մեղադրողի կողմից ներկայացված նոր մեղադրանքի, ինչը փորձ է արվել ներկայացվել որպես փոփոխված իրավական գնահատականը փոփոխված մեղադրանք, կբացատրեմ ինչի համար մեղադրանք, առողջությամբ հայտնում են, որ որպես քրեական նկատմամբ հարուցված է իրականացող քրեական հետապնդումը Փոխանցել բարոյանի կտրում շահանակի առաջապահովանի հրամանը և ինձ ուրեմն որպես քրեական նկատմամբ հարուցված է իրականացող քրեական հետապնդումը ենթակա է դատարեցման, իսկ քրեական վարույթը կարճման հիմք ընդունելով սահմանադրության 68-րդ հոդվածի, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, ինչպես նաև 5-րդ կետի կարգավորումները և ստորև ներկայացված հիմնավորումները։ Պարզ ասած, դատավարական հիմքը հետևյալն է, քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության հենց այս փուլում, հենց այս գործողության շրջանակներում հնարավորություն է տալիս դատարանին, իսկ դա նշանակում է իրավունք եւ պարտականություն, երբ որ դատարանը կգնահատի, 12-րդ հոդվածի առաջին մասի եւ 3-րդ եւ 5-րդ կետերով արգելք միայն առաջին երկուսները որ չի կարող այս փուլում քրեական հետապնդումը դադարեցնել։ Միևնույն ժամանակ փոփոխված մեղադրանքով գործը նաև չէր կարող խմբել իսկրպանը, քանի որ քրեական գործը կամ դրա մասը հարուցվելու, վարույթը նախաձեռնելու եւ մեղադրանք առաջադրելու պահին համապատասխան հանցագործը եղել է ապաքրեականացված ահաբացի 2009 թվականից, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում առնվազն առանձնացված մասի հետ կապված կատարված դատավարական բոլոր գործողությունները եղել են ապօրինի եւ չեն կարող հիմք հանդիսանալ դատական քննության համով։ Այսինքն երկրորդ հիմքը կայանում է նրանում, որ անկախ ամեն ինչից 2009 թվականից մինչև փոփոխություն հաստատվող իրավական գնահատական պայմանական փոփոխություն
կետի շրջանակներում հիմնավորումներ ներկայացնելիս կտրուկ է ներկայացնել հիմնավորումներ, որ մեղադրանք բովանդակային չի կարող փոփոխվել դատական հասկացնելուց հետո, այդ թվում նաև երբ վերադարձ դատարանը բեկանելով որոշումը, որ կողարկել է նորմալության, այնուհետև կներկայացնենք միջազգային համապատասխան ստանդարտիկ իրավության պայմանները դեպի արգելքի մասին, որը իրավարելի է նաև Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Սահմանադրության 81 հոդվածի իրավունք, միջազգային ստանդարտներով սահմանափակումները մեկնաբանումը մեր սահմանադրական իրավունքների, պետք է իրավի Հայաստանի Հանրապետության մասնակցության միջազգային պայմանագրերի պրակտիկայի լույսի ներքո։ Դրանից հետո քննարկման առարկա կդարձնենք, թե որքանով են նշված պայմանները պահպանվել կոնկրետ գործի շրջանակներում եւ արդյունքում կհիմնավորենք, որ արկա մեղադրանքի շրջանակներում գործի քննության շարունակությունը կհանդիսանա կրկնակի դատվելու արգելքի խախտում։ Մեղադրանքի փոփոխությունը հնարավոր է բացառապես մինչև արդարացնող դատական ակտի կայացումը։ Դրանից հետո ներառյալ վերանայման բարույթի շրջանակներում մեղադրանքի փոփոխությունը անթույլատրելի է չի կարող տեղի ունենալ։ Այս մի կետը մի քիչ բան կարող է լինի, բայց վիճակի դատարանի պրակտիկայի հիման վրա է հիմնված եւ անկախ նրանից որ դատական թույլ պետք է տալ, մենք գտնում ենք, որ նոր մեղադրանք առաջադրելու հնարավորություն չկա։ Հիմա փորձենք քննարկենք մանավանդ այստեղ մենք քննարկման առարկա դարձրել ենք, որ Սահմանադրական դատարանը գնահատման առարկա դարձրել այլևս չգործող եւ սույն հիմա այս բարույթի նկատմամբ չկիրառվող քրեական դատավարության հանրագործի կարգավորումները։ Մեղադրանքի փոփոխություն ընդունելի է միայն մինչև վերջնական արդարացնող ակտի կայացումը։ Իսկ արդարացումից հետո նույն փաստերի հիման վրա ցանկացած նոր որակում հանդիսանում է կերպիկետին քրեական հետապնդում ենթարկել եւ դատել ոչ թե դատավարական ճշգրտով։ Այս սկզբունքը ուղղակիորեն համանախագծվել է Վճռաբեկ դատարանի 21 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 344 ֆոտորեկ դուրամենի շնորհակ 11 որոշման մեջ իրավական դիրքորոշում արտահայտվել է այն մասին, որ դատախազը պետության քրեական քաղաքականություն իրականացնող եւ դրա համար պատասխանատու պաշտոնատար անձ է, որին վերապահված է դատարանում քրեական մեղադրանքը պաշտպանելու, ինչպես նաեւ այն փոփոխելու իրավասությունը։ Ընդ որում դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավասությունը դատախազը կարող է իրագործել միայն առաջին այցանի դատարանում, մինչև գործն ըստ էության լուծող դատական կայացնելու նպատակով դատարանի խորհրդական սենյակ հեռանալը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրողը օբյեկտիվորեն կրում է դատարան ներկայացրած մեղադրանքի, այդ թվում մեկսագրվող առաջին տրված իրավական որակման հիմնավորվածության ռիսկը եւ օրենսդրական կարգավորման մակարդակով ստանում է առաջին այցանի դատարանում այն փոփոխելու իրավական հնարավորություն։ Դատախազի կողմից վերոնշյալ հնարավորության չօգտագործելու դեպքում դատարանը իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները եւ դուրս գալ Համաստանյանի մեղադրական նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից։ Հիմա քննող դեպքում 2008 թվականի մարտի 2-ին քննչական ծառայությունում հարուցվել է թիվ քրեական գործ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 220 հոդվածի 3-րդ մասով, 230 հոդվածի 2-րդ մասով 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրազենի պայծուցիկ նյութերի գործադրման հանություններով զրկված զանգվածային անկարգություններ հրահարելու կազմակերպելու դեպքերի առթիվ։ Եվ 18 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Ստրագի Քոչարյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 301 հոդվածի մասով։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այդ հոդվածը 2008 թվականի մարտի 1-ին 2-ին գոյություն չի ունեցել։ Այսինքն 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն առաջադրվել մի հոդվածով, որը 2008 թվականի ընդհանրյալ դեպքերի ժամանակ գոյություն չի ունեցել։ 2019 թվականին փետրվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել եւ լրացվել է եւ նրա նոր մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301 հոդվածի առաջին մասով եւ 311 հոդվածով։ 311 գործիքնությունը հավաքված է, 301-ը շարունակվում փոփոխված է։ 2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան քրեական օրենսգրքի 301
Ինչա կարևոր 78-79-ը միջնորդության առանցքային կետերից մեկն է, դա որոշակիության սկզբունքն է։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ քրեական օրենք չկա, որովհետև այն տեքստը, որը բովանդակում է 302 հոդվածը, որոշակի չի։ Հնարավորություն չի տալիս անձին, ինչպես նաև դատարանին, դրա կիրառման սահմանները որոշել հասկանալ, ինչ է իր մեջ ներառվում, ինչ արարք արգելված։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին վճռաբեկ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ելույթների վերաբերյալ թիվ համապատասխան քրեական գործով Երևան քաղաքի առաջինացանի իրավարության դատարանի 21 թվականի ապրիլի 16-ի որոշումը եւ այն ամփոփող թողնելու մասին վերագրնիչ դատարանի համապատասխան որոշումը բեկրավել է եւ ողջունվել է հակակոռուպցիոն դատարանի նորմության այս 24 թվականի սեպտեմբերի 18-ին հակակոռուպցիոն դատարանը դեր նախագահության պատմական քննությունը 24 թվականի նոյեմբերի 11-ին հանդային մեղադրող Հովհաննիսյանը դատարանը ներկայացրել քրեական վարույթով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերյան Օհանյանի եւ Վարդան Գևորգյանի վերաբերող արարքների իրավական գնահատականը փոխելու եւ նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում։ 25 թվականի նոյեմբերի 3-ին հակակոռուպցիոն դատարանը հանրային մեղադրողին թույլատրել է փոխել իրավական գնահատականը առանց նախկին մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխության։ 25 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխված տարբերակը ներկայացվել է։ Ուրեմն ինչն է խնդիրը։ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կերպին դատվել նույն արարքի համար, չի ասում դատապարտվել, մեղավոր ճանաչվել, դատվել, այսինքն քրեական հետապնդման ենթարկվելու ամբողջ գործընթացն է կրկնակի արգելում։ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՕ-1139 որոշմամբ արձանագրել է կրկին դատվելու անխուսափելիության պահանջի իր բովանդակությամբ ենթադրում է պետության պարտականությունը նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժել է, դատապարտել է եւ քրեական հետապնդման ենթարկել է բացառել է իր սահմանադրական իրավական բովանդակությամբ այս պետությունի հիմքում դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել։ Այս սկզբունքը նաեւ բացառում է միևնույն հանրագործության որակումը քրեական օրենսգրքի մեկից ավելի հոդվածներով։ Սահմանադրական դատարանի որոշումը համապատասխան հոդվածի վերաբերյալ արգելում է նույն արարքի որակումը մեկից ավելի հոդվածներով։ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ արձանագրել է ՄՊԿ ֆոտորակ 0096 ֆոտորակ 11 ֆոտորակ 23 գործով։ Վճռաբեկ դատարանի համաձայնություն է հայտնում վերագրնիչ դատարանի այն դատողությանը, որ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզված չլինելը պետք է մեկնաբանել փոքր լիարժեք նախաքննության կատարելու, սակայն վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պետք է մեկնաբանվի կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի հաշվառմամբ, այն անձանց նկատմամբ, ում հետ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ պետության իրավահարաբերությունները վերջակարապես դադարել են քրեական հետապնդում իրականացնելու ծրագրավորելու վերաբերյալ որոշումների առկայություն, տվյալ դեպքում հրաժարվել է։ Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության ներքո երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել է այն պետության օրենքին եւ քրեական դատավարությանը համապատասխան։ Ուրեմն բացառություններ ասում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր շուրջ մտցրելում անդրադարձել է այս կարգավորմանը։ Non bis in idem, կրկին չդատվելու արգելքի սկզբունքը արգելում է քրեական հետապնդում ենթարկել կամ դատել միևնույն իրավախախտման համար, ըստ էության նույն հաստական հանգամանքների համար։ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածից պետք է ընկալել որպես երկրորդ իրավախախտման համար անձին քրեական հետապնդում ենթարկել է կամ դատել է արգելող նորմ այնքանով, որ այն իրավախախտումը առաջացել է նույնական փաստերից կամ այնպիսի փաստերից, որոնք ըստ էության միևնույնն են եղել, իսկ առաջին իրավախախտման փաստերը, օրինակ Զավատոկինն դեմ Ռուսաստանի գործով տեքնից է սարսեցված։ Քննությունը պետք է կենտրոնանա այն փաստերի վրա, որոնք միևնույն ամբաստանյալին առնչվող կոնկրետ փաստական հանգամանքներ են եւ անխախտելիորեն կապված են միմյանց հետ ժամանակի եւ տարածության մեջ, եւ որոնք գոյությունը պետք է հիմնավորել մեղադրական դատավարություն կայացնելու
Պետական դատարանը պետք է հաշվի առնի դրա որոշման բուն բովանդակությունը եւ գնահատի դրա ազդեցությունը կանգնածների կարգավիճակի վրա։ Այդ համատեքստում պետք է նկատել, որ փաստադիր չէ, որ խնդրի առարկա որոշումը կայացված լինի դատական մարմնի կողմից եւ ունենա դատավճիռ տեսք, ու դրա դեպքում օրինակ Եվրոպական դատարանում մեղադրանքի ծրագրավորել է դատախազը, պրոմտենիչը որոշել է քրեական դատապնդումը չշարունակել։ Նախատեսվում է այն դեպքերի հնարավորությունը, երբ անձը կարող է միևնույն մեղադրանքով ենթարկվել քրեական հետապնդման եւ պետական օրենսդրության համապատասխան, այդ դեպքերում, երբ գործերը վերաբացվում են նորամասնությունների հայտ գալուց, ու եւ այլն, բայց այստեղ երեքի սահմանափակումներ կան, ուրեմն մեր սահմանադրությունն է նախատեսում, եթե արդար դատականության իրավունքի կողքի խախտումներ։ Հիմա քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնակցի 14-րդ հոդվածի 7-րդ կետը նույն կարգավորումն է բովանդակում։ Այդ բոլոր փաստաթղթերը պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի մաս։ Կրկին դատվելու արտադրության սկզբունքի առնչությամբ սահմանադրական եւ կոնվենցիոն կարգավորումների միջպես նաեւ եվրոպական եւ եվրոպական դատարանի ձևավորված դիրքորոշումների շրջանակներում կարելի է արձանագրել, որ նոմիսին իդեմ սկզբունքը դասվելով անձի հիմնարար իրավունքների շարքի նպատակ է հետապնդում բացառել որևէ անձի միևնույն հանցագործության համար երկրորդ անգամ քրեական հետապնդման ենթարկվելու կամ դատապարտվելու հնարավորություն։ Այդ խոսքով քննարկվող սկզբունքը ապահովում է իրավական որոշակիությունը եւ անձի պաշտպանություն անօրինական եւ կրկնող հետապնդումից, ինչպես նաեւ կանխում է պետության սխալների շփման նպատակով նոր քննությունը։ Հիմա փաստերի նույնության մասով հարց չկա, նույն իրավական բանի մասին է։ Վերջնական որոշման արտահայտությունը, արդյոք ունենք վերջնական արտահայտող որոշում, այն իմաստով, ինչ նախատեսվում է կոնվենցիայի 7-րդ հոդվածում։ Առաջին բարույթը պետք է վերջնական լինի, այսինքն կայացած լինի եզրափակիչ դատական կամ առնվազն այնպիսի որոշում, որը հիմք է տալիս անձի կարգավիճակի գնահատման համար։ Միևնույն ժամանակ կրկին դատապարտվելու արգելքի խախտման հարցը լուծելիս ոչ թե քննության է առնելու ձևական տեսանկյունից վերջնական դատավարական ակտի առկայությունը, այլ բովանդակային տեսանկյունից որոշման եզրափակիչ լինելը կամ նրա նման տարեր պարունակելը։ Որևէ որոշում որպես արդարացնող կամ դատապարտող դիտարկելու համար Եվրոպական դատարանը հաշվի է առնում տվյալ որոշման բուն բովանդակությունը եւ գնահատում է դրա ազդեցությունը անձի կարգավիճակի վրա։ Ավելի կոնկրետ, այս չափանիշի շրջանակներում գնահատվում է անձի պատասխանատվությունից փաստացի ազատելու կամ փաստացի պատասխանատվության ենթարկելու հարցը անկախ իրավական ձևակերպումից։ Վերաբացման բացառությունը ասում է, որ գործերը կարող են վերաբացվել, եթե ի հայտ է եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր կամ առաջին բարույթի ընթացքում եղել է էական թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա։ Հետևաբար, թեև կոնվենցիոն կարգավորումները թույլատրելի է համարում գործի վերաբացումը եւ որոշ դեպքերում դրա կրկնակի քննությունը, սակայն դրա հիմքում պետք է դրվեն ծանրակշիռ իրավական եւ փաստական հանգամանք։ Հիմա նայեք։ Ռոբերտ Քոշերյանի մեղադրանքը առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Եվ այդ որոշումը չի բեկանվել։ Չի բեկանվել, որտեղ վճռաբեկ դատարանը չի ասել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը կարա շարունակի քննարկվել, որովհետև քրեական դատավարության օրենսդրքի իմաստով մեղադրանքը դա ինչպես արարքի փաստական գնահատականն է, այնպես էլ իրավական գնահատական։ Հետևաբար մենք ունենք վերջնական չբեկանված դատական ակտ, որով Քոշերյանը 3 օրի հետ մեկ հոդվածով մեղավոր չի կարող ճանաչվել, որովհետև նման հոդված գոյություն չունի։ Մենք պետք է դիտարկենք, արդյոք վերաբացման հնարավորություն կա, թե չէ։ Այսինքն խնդիրը հետևյալն է, վճռաբեկ դատարանը ասել է գնացեք փորձեք իրավական գնահատականը փոխել։ Հիմա, ամբողջացնելով քննարկվող սկզբունքի առնչությամբ կատարված վերլուծությունը կարելի է եզրակացնել, որ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը իրավական երաշխիք է, որի նպատակն է պաշտպանել անձին կրկնակի քրեական հետապնդումից ու կրկնակի պատժից։ Ու ենթադրվում է, որ կրկին փորձի տարբերակը չի գործում։ Միաժամանակ անձի իրավունքների պաշտպանության լույսի ներքո սահմանվում է պետության ապօրինի գործ
պետությանը ցանկացած սխալի իրավական բեռը բերելու պարտականություն։ Այս տեսականորեն եթե ունենք որ սխալը տեղի ունեցել, եթե բյուջետի է, բայց եթե ունենք սխալը, բեռը պետք է գրի պետությունը։ Չի կարող է բեռը փոխանցվի անձի վրա, ասենք դες մեկը չստացվեց, մի հատ ուրիշ օդվածով փորձենք, եւ մեկը չստացվեց, մի հատ ուրիշ օդվածով փորձենք։ Հետևաբար սկզբունքի ողջերությունը նկարագրում է հետևյալը, սա Ռաչիկով ընդդեմ Ռուսաստանի գործեցավ։ Մեղադրանքի եւ դատարանի կողմից թույլ տրված ցանկացած սխալի ռիսկը կրում է պետք է քերի պետությունը եւ սխալները չպետք է շփվեն շահագրգիռ անձի հաշվին։ Էլի որ ասում սխալներ չի նշանակում որ իրոք սխալ է եղել, բայց հիմա տեսականորեն ընդդում են որ դեռ ուրիշ շոթված պետք է կիրառել, ուրիշ շոթված կիրառել, ուրիշ շոթված հակասահմանադրական է, սկզբից չենք հասկացել որ հակասահմանադրական է, հետո որ հակասահմանադրական ճանաչվեց, թողեք փորձեմ ուրիշ շոթված կիրառել։ Սա է ամբողջ կոնցեպտը։ Հիմա կբացատրեմ այստեղ նաև հետադարձության խնդրույցի ներքո ինչ խնդիր առաջանում։ Միևնույն ժամանակ վերոգրյան նորմերի եւ վերլուծությունների հիման վրա կարող ենք նաև նշել, որ կրկին դատվելու արգելքը միևնույն ժամանակ չի հանդիսանում մեղադրանքի անփոփոխելիության բացառիկ երաշխիք, սա չեմ ասում, որ չի կարող փոխվել երբեք։ Քանի որ այն չի բացառում մեղադրանքի փոփոխությունը ընթացող վարույթի ժամանակ կամ նույն փաստական հիմքերի վրա արարքի իրավական որակումը նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով, սակայն նման դեպքում այն հնարավոր է, եթե պահպանվել են պաշտպանության իրավունքի երաշխիքները, փոփոխությունը կանխատեսելի է եւ ժամանակին հաղորդում է մեղադրալին եւ մեղադրանքի փոփոխությունը տեղի ունենալու ընթացող դատավորության սահմաններում։ Այլ ոչ թե մի հատ գնում ենք, ավարտում ենք, երկու ատյան անցնում ենք, ասում ենք շրջապեք, վերադառնում անորից փոխում։ Հիմա այս իմաստով non-bis-ի դեմը չի պաշտպանում անձին մեղադրանքի փոփոխությունից ընդհանրապես բացարձակ, բայց միևնույն ժամանակ կրկին դատվելու արգելքը բացարձակորեն պաշտպանում է անձին նոր քրեական հետապնդումից։ Եթե նախորդ քրեական վարույթը ավարտվել է վերջնական դատական ակտով, եւ այդ անձի հետ դատական ակտը նորում է նշեցի, որ պարտադիր չի դատական ակտ լինի, կարող է ցանկացած այլ հաստատություն լինի, որը վերջնականություն ունի, եւ այդ անձի հետ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ պետության իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են։ Սա վճռապեկ դատարանի 25 թվականի փետրվարի 28-ին այդ որոշումից էր վերցրեցի։ Այդ ակտն ունի արդարացման բնույթ։ Նոր վարույթը հիմնված է նույն փաստերի կամ անձի նույն արարքի վրա, նույն փաստերը միեկից է արարքը քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնակցի տեխնիկա։ Պետությունը փորձում է անձին նույն արարքը ենթարկել ամբողջությամբ նոր իրավական որակման, որը նախորդող վարույթներում գոյություն չի ունեցել որպես իրավաչափ մեղադրել։ Այս իրավիճակում խոսքը ոչ թե մեղադրանքի փոփոխության, այլ նոր մեղադրանքի առաջադրման մասին է, որի վերաբերյալ ոչ հարուցված քրեական վարույթը կարծում են պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված հարուցված քրեական վարույթ չի եղել։ Ոչ նախաքննություն է իրականացվել պաշտոնական դիրքի չարաշահման եւ ոչ էլ մեղադրական ենթակացություն է կազմվել, ինչը ուղիղ հակասում է non-bis-ի դեմ սկզբունքի։ Խոսքը գնում է այս փաստերի վերաբերյալ պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի առնչությամբ իրականացված վերլուծությունների եւ քննարկվող դեպքի փաստական հանգամանքների համաձայնված վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ խախտվել է կամ կխախտվի, եթե հիմա շարունակենք, Եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված կրկին անգամ չդատվելու եւ չպատասխանելու Ռոբերտ Քոչարյանի իրավունքը։ Պետք է նկատել, որ կոնվենցիոն չափանիշներին համահունչ նույն դեպքում եւս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող դատաքննությունը խախտում է նրա հիմնարար իրավունքները վերստին նույն փաստերի կապակցությամբ քննություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Նախ, անդրադառնալով դեպքի նույնական լինելը, այս մասով կարծում եմ հարց չկա, որովհետև խոսքը գնում է մարտի 1-ի նույն փաստերի, նույն ապացույցների եւ վճռապետ դատարանի որոշումներ վերաբերվում են նույն փաստական տեղանքներին, նոր իրավական որակման ավելին, երբ որ մեղադրողը փորձել է փաստերի փոփոխություն անել, դատարանը դա որպես խախտում էր արձանագրել փաստական տեղանքների նույնության, ոչ թե մոտիկներ նույնական լինելու վերաբերյալ հարց չունենք։ Հաջորդիվ անդրադառնալով կրկին դատապարտման անթույլատրելիության եթե հարց կունեք անդրադառնալով ասում եմ ընթացավ ամբողջությամբ։ Գնահատման երկրորդ չափանիշին վերջնական որոշման առկայությանը պետք է նկատել, որ առաջին հայտարարի
հետապնդումը դա տարեցնելու և քրեական գործով առիթը կազմելու մասին որոշում արարքում հանցակազմի բացակայության հիմքով, որը թե վերաքննիչ դատարանի, թե վճռաբեկ դատարանի կողմից չի գնահատվել որպես դատական սխալ, նյութական իրավունքի սխալ իրավունք չկա, կարող նայենք վերաքննիչի որոշումը, կարող նայենք վճռաբեկի որոշումը։ Նյութական իրավունքի սխալ կիրառման մասին որևէ ձևակերպում չկա, չի ասում դատարանը սխալ է գնահատել փաստերը, չի ասում դատարանը սխալ է գնահատել նյութական իրավունքը։ Ընդհակառակը, թե դատախազությունը, թե վերադարձ դատարաններն ընդունել և ճանաչել են, որ Ռոբերտ Քոչարյանի արարքում առկա չի քրեական օրենսգրքի գոյություն ունեցող 301-րդ հոդվածով ենթադրաբար նկարագրված ինչ-որ բանի հատկանիշներ։ Սա անվիճելի փաստ է, կարող նայենք գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը, նայենք դատարանի որոշումը վճռաբեկ, նայենք վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը, ոչ մի տեղ չկա մի հատ պնդում, որ իրականում Ռոբերտ Քոչարյանի արարքների մեջ կար 301 հոդվածի ինչ-որ ձևակերպումներ։ Պատճառը նաև այն է, որ 301 հոդվածը չկար, բայց ձևակերպումը ասում են, հա սա չկար, բայց այդտեղ ուրիշ որակում կար, ուրիշ արարքի տվյալներ կար։ Կարող նայենք բողոքը ուրիշ արարք ձևակերպումն է օգտագործում։ Այն պահից ի վեր, երբ Սահմանադրական դատարան իր որոշմամբ արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի վերագրվող քրեական օրենսգրքի 301 հոդվածով սահմանված հանցակազմի հակասահմանադրական լինելը, տվյալ որոշմամբ և հաջորդիվ իրականացված վարույթային գործողություններով բովանդակային տեսանկյունից, ընդ որում միետից եմ գալիս այդ ում բովանդակությունը պետք է նայել, արձանագրվեց քրեական օրենսգրքի հակասահմանադրական և գոյություն չունեցող 301, բայց որպես մեղադրանքի հիմքում դրված 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Քոչարյանի արդարացված լինելը։ Ընդ որում, առաջին արձանի դատական ակտերով հաստատվեց Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցակազմի բացակայության փաստը, իսկ վճռաբեկ դատարանը չհերքելով այդ փաստը պարզապես դատախազին տվել է երկրորդ փորձի իր հնարավորություն։ Հիմա պետք է մենք քննարկենք, արդյոք գլխավոր դատախազը կատարել է վճռաբեկ դատարանի տված հնարավորությունը, թե դուրս է եկել դրա սահմաններից և ընդհանրապես նոր մեղադրանք առաջադրել, ոչ թե ինչ-որ իրավական գնահատական։ Այլ կերպ ասած, թեև ձևական իրավաբանական առումով առաջին արձանի և վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերը բերկանվել են վճռաբեկ դատարանի կողմից, սակայն նրանց կողմից հաստատված Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցակազմի բացակայության փաստը վճռաբեկ դատարաններ է ընդունել։ Ըստ էության վճռաբեկ դատարանը ասել է հանցադեպ է գրել, պետք է հանցադեպի հարց չլներ, հանցակազմի հարցներ է, թե նախկին քրեական դատավարության օրենսգրքի առաջին համապատասխան հոդվածի առաջին երկրորդ կետերի խնդիրադեպեր ներողություն։ Ինչն ուրեմն փաստը վճռաբեկ դատարաններ է ընդունել և հենց այդ փաստից է ելել, որ դատախազին տվել է երկրորդ փորձի իրավունք։ Ինչը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ նրան ներսագրված քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ պետության իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են։ Պետությունը ընդունել է վերջնական դատական ակտով, որ Ռոբերտ Քոչարյանը չի իրականացրել սահմանադրական կարգի ապահովում կոչվող 301 հոդվածով նախատեսված արարք։ Ինչի այդ պատճառները ուրիշ է, բայց չկա, այսինքն արարք գոյություն չունի, արարքը դա մենակ հաստատական տեղադրելը չի, դա գործողություն անգործությունն է և համապատասխանաբար դրա իրավական որակում է։ Մեր պնդումը հաստատվում է նաև մեղադրանքի կողմի վարքագծով և կայացրած որոշումները, որոնք ուղղակիորեն հաստատում են Ռոբերտ Քոչարյանի արդարացված լինելու հանգամանքը և այդ մասով նրա հետ պետության քրեաիրավական և քրեադատավարական հարաբերությունները ավարտված լինելու հանգամանքը։ Մասնավորապես, դատախազները հրաժարվեցին նախորդ մեղադրանքից և նոր մեղադրանք են ներկայացրել, ինչը հաստատում է այն փաստը, որ փաստացի քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներկայացված մեղադրանքի կապակցությամբ առկա է վերջնական դատական ակտ։ Այսպիսով, հաշվի առնելով սահմանադրական դատարանի որոշումը 301 հոդվածի հակասահմանադրական լինելու առնչությամբ կարող ենք միանշանակ պնդել, որ փաստացի Ռոբերտ Քոչարյանի արդարացված լինելու առնչությամբ առկա է վերջնական որոշում, իսկ արդեն նույն դեպքին նոր հոդվածով նոր մեղադրանք ներկայացնելը հանդիսանում են նույն դեպքի կրկնակի քննություն, որն արգելված է։ Հակառակ մեկնաբանության պայմաններում պետությունը կարող է յուրաքանչյուր դեպքում
մեկ հոդվածով նախատեսված հանցակազմի որակման համար ինքն ընդունած փաստերի առնչությամբ առկա է վերջնական եւ չվերացված դատական ակտ, որը սահմանում է այդ հոդվածով քննության շարունակման անհնարինությունը։ Հիմա փորձենք հասկանալ, իսկ երրորդ չափանիշը բացառիկություն, որը հնարավորություն կտա Եվրոպական դատարանի կողմից նախատեսված որոշակի բացառությունները կիրառել, հնարավորություն կտա այդ բացառությունների կիրառման։ Ուրեմն պետք է նկատել, որ մի շարք վիճակներում, հատկապես Միխալիչը ընդդեմ Ռումինիայի եւ Ռաչիկովը ընդդեմ Ռուսաստանի գործերի կապակցությամբ դատարանն արձանագրել է, որ իրավական տեսանկյունից պետության որոշակի դիրքորոշումների փոփոխությունը չի կարող իվնաց անձի մեկնաբանել եւ գործի կրկնակի քննության բավարար արդարացում համարվել։ Քննարկող դեպքում ևս պետությունը իդեմս իրավապահ մարմնից շակերտավոր է օգտագործում ձախողել է քրեական օրենսգրքի 301 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինչպես նաև 21 թվականին կանոնել է քրեական հետապնդումը անձանց նկատմամբ դադարեցնելու խնդրի առջև, այնուհետև փոխելով իրավական դիրքորոշումը փաստերին տրված իրավական գնահատականի առնչությամբ վերստին ստանձնել է նույն փաստակազմի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի նոր իրավական գնահատականներով մեղադրանք ներկայացնել է եւ կրկին քննություն իրականացնել է, ինչ ուղղակիորեն հակասում է դատվելու արգելքին։ Հիմա հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանն արդեն իսկ իրականացրել է վճռաբեկ դատարանի կողմից նախատեսված գործողությունը, թույլ է տվել մեղադրողին կատարել մեղադրանքի փոփոխություն, ապա պետք է գնահատի, որքանով է փոփոխված մեղադրանքը նոր մեղադրանք կոնվենցիոն իմաստով եւ արձանագրելով, որ իրականում առկա է նոր մեղադրանք, որի մասով առկա է վերջնական դատական ակտ, որոշում ընդունել քրեական հետապնդումը դատարանների մասին։ Ագի դատարանը հետևյալն է։ Վճռաբեկ դատարանը չի ասել, կթողեք փոխի, այդ փոխածները կքննեք, ասել է հնարավորություն է փոխի։ Չգիտենք ինչ ուզում անի մեղադրողը։ Մեղադրողը ասում է, որ այս հնարավորություն ունի։ Իմաստը հենց այդպես փոխելու։ Իմաստը պետք է անելու արդարացված դատական։ Հենց ո՞ւր նույնն է։ Ավելի վաղ այդ մասում դատարանը ասում տվել է, որ վճռաբեկ դատարանի համանդրական դատարանի որոշումները չի կարող։ Դուք չեք վճռաբեկ դատարանը չգիտեք, ինչով է փոխելու։ Վճռաբեկ դատարանը չգիտեք ինչ հոդվածով է փոխելու մեղադրողը։ Հնարավորություն փոխել Հետո գնահատել է բազվագել դատարանային։ Մեղադրողը ասում է, ես հնարավորություն ունեմ փոխել, ինչ չեք տվել այդ հնարավորությունը եւ իրավաչափ շարունակեմ գործողությունը։ Վճռաբեկ դատարանը ասում է, չգիտեք ինչ է ուզելու փոխի, եթե հիմա ասեմ, որ այս փոփոխությունը իրավաչափ է, վճռաբեկ դատարանի տերմինոլոգիա, խախտեմ դատարանների տարանջատման սկզբունքը եւ կմիջամտեմ առաջինացանի դատարանի սկզբունքը։ Պետք է հնարավորություն տեսնենք ինչ է ուզում անի, որտեղ գնահատենք, ինչ որ ուզում անի, ընդհանրապես, ճիշտ է թե չէ, որովհետև կարող անենք բան անում, որը մենք չգիտենք, կրկնում եմ, մենք կարող նայենք վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը, դատախազի վճռաբեկ բողոքը, դատարանի վճռաբեկ բողոքը ուսումնասիրելու մեջ տեսական վերլուծություններ բավականին շատ կան, բայց ինչով է ուզում փոխի։ Չկա, ասում եմ իհատ ուրիշ բանով եմ փոխելու, ոնց եմ փոխելու, ինչ կա, ինչ թղթով եմ փոխելու, ինչ կա, վճռաբեկ դատարանը ասում եմ, տեսականորեն կարող է հնարավոր, կարող է հնարավոր։ Այն ենթադրյալ հանցանքի հատկանիշներ կամ դժողների իրավունքների շահերից եւ հետո չէ մոտավորապես սա է։ Օրինակը դրա պետք է հնարավորություն ընդդրի, որպեսզի փոխի այն մեղադրողի իրավական Հիմա օրինակը բերեմ, պատկերացնեք ինչով կարող փոխել։ Հիմա առաջարկելով ասեմ, օրինակ եթե դժուժում եք փոխել, պետք է ասել հետևյալը, փոխում եմ մեղադրանքը։ Вообще-то արարքի կատարման պահին գործող 300 հոդվածով, որովհետև իրականում պետք է գնահատական տալ 300 հոդվածով։ Հետո 2009 թվականից ապա քրեականացվել է մեղադրանքից հրաժարվում։ Օրինակ, կարող է այնպես լինել։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել։ Մեղադրանքը առաջադրված է, իսկ դժողների պարբերությունը որ արձանագրել է վճռաբեկ դատարանը, որքան դժողներ, ավելագույնս բարության մասնակցի դերի ունեցել դեպ, որը համապատասխանում է ըստ իրենց քրեական օրենսգրքի եւ հիմա ասում եմ, կարա լինի իրավական գնահատականի
Եվ դրանից հետո քրեական հետապնդման դատարեցնում, որպեսզի դժողները կարողանան գնահատեն, որ իրենք ուժել են ինչ-որ հանգամանքներում փորձեն իրենց իրավունքների իրացում անեն ուրիշտեղ, եթե կստացվի։ Կորան քաղաքացիական դատավարության կարգը։ Ուղղակի միակ գնահատականը փոխենք, այս հոդվածով արդարացնենք, ոչ թե այս հոդվածով արդարացնենք։ Ես վճռաբեկ դատարանին ինչի եմ իշմտ ասելը։ Լիազորությունները անցնելու հոդվածով արդարացնելու համար դատարանը ինչ է պետք եւ որ դատարան Լիազորությունները պետք է արդարացնել։ Հարգել դատարան հետևել դասնձիրև։ Իմ իշնորության հիմքում կայանում է հետևյալը։ Լիազորությունները անցնելու, հիմա կներկայացնեմ ավելի մանրամասն։ Լիազորությունները անցնելու հոդվածով առաջադրված մեղադրանքը որևէ պարագրայում չի կարող գնահատվի նույն արարքին տրված իրավական գնահատական ու բացատրեմ ինչի։ Որպես ընդորում են հիմնավորումները ինչը տվել է վճռաբեկ դատարանը եւ դրված է վճռաբեկ դատարանի բողոքը։ Մի քիչ առաջ եմ ասում, բայց ես կհասնենք այդտեղ ընդհանուր եւ հատուկի հարաբերություն չկա։ Ու կբացատրեմ ինչի չկա։ Իսկ քանի որ հատուկի եւ ընդհանուրի հարաբերություն չկա, սա նշանակում է դերի նոր մեղադրանք։ Պայմանական բերեմ են, այսինքն հիմա եթե մենք մեղադրանք դերել գողություն։ Որտեղ է գողություն էլ արաբայր, կապ չունի կողոչերանը, բայց ասել դες գնահատում են, որ աջակցել է գողություն իրականացնելու։ Հիմա ամառը չէ իրականացականն է։ Դատախազ ասում է, տեսեք, մենք ունենք որ այդտեղ մարդկանց ինչ-որ բանքներից գողություն է եղել, դեպքերը որ չրնային գողությունը չէր լինի, քանի որ այդ դեպքերն է գնահատում ենք, որ մեղավորը բանը, մեր մեր գնահատման կապ չունի ինչ այդը, Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, ուրեմն բերել դրա աջակցություն դրեն։ Մենք չենք հնարվել, չէ, ակնհայտ է, ինչ ավտոտային ասում, այդ ակնհայտ է, դա նույնն է, տարբերություն չկա։ Իրականում տարբերություն չկա, որովհետև վճռաբեկ դատարանը, այստեղ ուզում եմ այս գաղափարը ֆիքսեմ, անցնեմ առաջ վերջում եմ ձեր հարցերին, որոշ հարցերին պատասխանը ներկայացնելով դիրքորոշումը, դրանից հետո եթե հարցեր կգնի, դրանք անդրադառնամ։ Վճռաբեկ դատարանը արտանագրել է Վճռաբեկ ասած դրան ոնց է իրեր վճռաբեկ դատարանի որոշումը, վճռաբեկ դատարանը գործ չեն ուղարկի հակակրթություն տալը, նոր քննության եզրույթը ինձ ենթադրում է, որ պետք է հնարավորություն ձեռք բարոյի մասնակցին, փոխել մեղադրանքը, Արմենի դատարանը դրել քննություն իրականացրել եւ վերջնական։ Եթե զուտ հիմքը փոխելու Արժություն տեսնել, վճռաբեկ դատարանը չէր պետք է ուղարկել նոր քննության։ Ներեք սենց ֆիքսենք, ինչի է ոնց արել վճռաբեկ դատարանը, ինչին է նկատիվն, թողնենք վճռաբեկ դատարանը ինչի է, չեմ կարող ասել ես իմ մասով։ Կարող եմ ասել ինչ ասել վճռաբեկ դատարանը, բեկանել է դա։ Մեջ արտանագրել է ըստ էության Չէ, պարոն Օբելյանը գտնի կարելի է հատ կարդ դիտարկում անել, հետագում պարոն Օբելյանը։ Կարելի է պատմական դատարան, այս հարցի շրջանակն լինել։ Հետո էլի պամպոսնես ես նոտ։ Հիմա է քննարկում հարցը, կարող է այն հարցը, էլի, պատմական դատարան, տեսեք, նախապատմությունը կարծում շատ կարևոր է, ինչ բողոքա քննարկի է, ուզում ենք հասկանանք ինչ ասել վճռաբեկ դատարանը, հասկանանք ինչի վերաբերյալ բողոքա քննարկել։ Եվ որ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, դատախազները եկել էին դատարանում, միջնորդում էին ոչ թե փոխելու հնարավորություն կա։ Ասում էին մենք փոխելու հնարավորություն չունենք մեղադրանքը, ինչը օրենսդրական բաց է։ Մեզ հնարավորություն կա, դիմենք տենանք իրավունք ունենք, թե չունենք։ Ու այդ առումով է և վերաքննիչ բողոքը եղել, և վճռաբեկ բողոքը եղել։ Մեզ պարզաբանենք մենք դրա իրավունքը ունենք, թե չունենք։ Սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացրել, վճռաբեկ դատարանը ինչ որոշում է կայացրել։ Ամեն դեպքում առանցքը գտնվել է նրա շուրջ, որ հարկելի մեղադրողներ։ Դուք ունեիք այն ժամանակ այդ իրավունքը։ Վճռաբեկ դատարանը ասել է, որ ունեիք, գնացեք փոխեք, քննարկեք, այդ փոխելը օրինական չի, ինչ է դառնում եւ այլն։ Ինքը չի ասել անպայման, գործը պետք է ի սկզբանե լրիվ ամբողջ ծավալով փոփոխելուց հետո քննության առարկա դառնա։
Վճռաբեկ դատանը արձանագրել է, որ մեղադրողները այդպիսի օրենսդրական հնարավորություն ունեցել են, ընդ որում նախկին քրեական դատավարության օրենսգրքով։ Ու ինչի չէր կարող, որ դուք ասում եք վճռաբեկ դատարանը մենակ ասել փոփոխել եք, այստեղ կմերժել եւ այլն։ Վճռաբեկ դատարանին վերակնիչ դատարանում, առաջի արձանի դատարանում երբևիցե քննարկումն առարկա չի դարձել, թե ինչով է փոփոխվելու այն ինչը որ կա։ Այդ իսկ պատճառով էլ վճռաբեկ դատարանը չի կարող ասել, գիտեք ինչ ձեր փոփոխությունը անօրինական է։ Քննարկվել է զուտ միայն հնարավորություն ունենալու հարցը եւ վճռաբեկ դատարանը արձանագրել է ըստեյության, որ այո նախկին օրենսդրությամբ այդպիսի հնարավորություն հանրային մեղադրողները ունեցել են։ Ըստ էության բավարարել է 2021 թվականին Դանիբեկյան հանրային ներկայացած միջնորդությունը մեզ հնարավորություն տվեց փոփոխել, բայց ինչով են փոխելու, երբևիցե քննարկման առարկա չի դարձել։ Բայց ձեր դիրքորոշումը, ձեր հարցերը խոսում է այն մասին, որ դուք այդ որոշումը կարել եք այնպես, որ վճռաբեկ դատարանը ձեզ պարտադրել է նոր քննություն իրականացնել։ Ոչ։ Վճռաբեկ դատարանը ասել է, հիմա եթե օրինակ հանրային մեղադրողները ձեր գնահատմամբ օրենքին հակասող ձևով փոփոխություն իրականացնեն։ Դուք ամեն դեպքում պարտադրված եք լինելու վճռաբեկ դատարանի որոշման ուժով գործի քննություն իրականացնել, բացարձակապես ոչ։ Իսկ որ չբերեին փոփոխված մեղադրանք պատվարժան դատարան, ինչը չեն արել մոտ 4-5 տարի, այդ ժամանակ ինչ էի կանելու, ասել եք չէ անպայման բերեք մենք ես պետք է քննություն իրականացնեմ։ Առանց էլի եմ կրկնում, նրա շուրջը, որ վճռաբեկ դատարանը երբևիցե չի ասել, որ պետք է նոր քննության առարկա դառնա այս ամեն ինչը։ Ասել է հանրային մեղադրողները այդպիսի հնարավորություն ունեն նախկին քրեական դատավարության օրենսգրքով։ Ինչ վերաբերում է տուժողների հետ կապված հանգամանքներին, ես կարծում եմ ետևենք, ոչ թե մեղադրանքի շրջանակում պետք է քննարկենք, այլ պետք է քննարկենք Տիկին Դանիբեկյանի կայացած որոշման համատեքստում, երբ որ Տիկին Դանիբեկյանը արձանագրել է հանցադեպի բացակայությունը, այսինքն դեպքի բացակայությունը, դրա համար է վճռաբեկ դատարանը նշել, որ իրադարձություններ են տեղի ունեցել կամ տուժողներ եւ հանցադեպի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը խախտում է տուժողների իրավունքները։ Ասել այդ յուրաքանչյուր իրադարձությունը ոչ թե դեպք տեղի չունեցել, այլ այս մարդկանց որևէ հանցավոր արարք կատարելու հանգամանքները չի հաստատել, այդ ինքով պետք է դադարեցնել։ Այո, դեպք է տեղի ունեցել, այդ դեպքի շրջանակներին տուժողների իրավունքները ապահովելու համար պետք է լրացուցիչ քննություն լինի։ Ես այդ տուժողների մասը առանց քննապատվոժան դա բացանալուց ճրագ դատարանի որոշումը եկել 22 հավելություն։ Արարքների հանցավոր լինելը պահպանվելու դեպքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոխելը չի կարող դիտարկվել օրինականության սկզբունքի եւ արտադատականության իրավունքի խախտումների ներքո, հաշվի առնելով, որ դրանցով հավասարապես ապահովում են կողմերի շահերի պաշտպանության քրեական դատավարության խնդիրների լուծման ուղղությամբ։ Մի պարագրաֆ է դժվարի ընթացքում։ Սա տեսարան անդրադառնալու է, հետևաբար այդ դեպքում, երբ սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ հանցակազ նախատեսող իրավունքով սահմանադրության հակազդող ապահովել է ճանաչվում, ապա դատարանում մեղադրողի կողմից մեղադրանքի փաստական կողմից անկապված հարցես մեղադրանքի իրավական կողմի փոփոխությամբ ներդասակարգ է սահմանվում մինչև դատարանի խորհրդակցական սենյակի հրավիրելը փոխել ամբաստանյանի մեծագրվող արարքի իրավական որակում արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշներով արկայության կնքտակագրած ժամանակավորությունը պայմանում անհայտ դատական քննության ընթացքում ապացույցների անկախ հետազոտում։ Սա տվել է, որ այդտեղ մի երկու կոնֆլիկտ է, բայց սահմանադրական դատարանը չի ասել, որ քննության ժամանակ ավելի լավ չափա հետևած քննարկեք, ասել է դուք ինչ կոնկրետ հարցով, ես կոնկրետ հարցով ձեզ ասում եմ, որ արարքի իրավական գնահատականը փոխել է միջև խորհրդակցական սենյակներն որը բացառապես այսպես իրավական գնահատականն է, որը հատուկի եւ ընդհանուր հարաբերակցությամբ իրավաչափը վճռաբեկ դատարանն հողում տալուց համադրական դատարանին ուղարկել է իմ կողմից նշված արձանագրումներով, որ նայեք, հիմա ամփոփում ասենք, էլի որտեղ ձևակերպում է դատարանը, երկու սիտումաներ ու ավտեմ առաջ։ Վճռաբեկ կողմից եմ կարծում, որտեղ վճռաբեկ դատարանը սահմանման չի կարող ուժգալ վճռաբեկ կողմից, ինչ որ դրած է դրա վերաբերյալ որոշումը։
Անդրադառնալով քրեական հետապնդումը դատարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու դատարանի կողմից կիրառված հիմքին անհրաժեշտ է փաստել, որ դատարանը սխալ է մեկնաբանել քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հիմքը, այն է բացակայում է հանցագործության դեպքը, ինչպես նաև դրա գործընկերությունից ասածը շարունակելու համար եմ ասում, հարաբերակցությունը հանցակազմի բացակայության որպես քրեական հետապնդումը բացառող մեկ այլ հիմքի հետ։ Հաստատելով, որ արարքի որպես հանցագործություն սահմանում իրավական նորմի բացակայություն է, հնարավորություն չի տալիս արձանագրել հանցագործության դեպքի առկայությունը, դատարան անտեսել է, որ հանցագործության դեպքի բացակայությունը հանցավոր դիտված իրադարձության բացակայությունն է, իսկ հանցակազմի բացակայությունը այդ իրադարձության և փոխել քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ նորմի կամ նրա մի մասի անհամապատասխանությունն է։ Իսկ նշված հիմքերին դատարանի կողմից տրված մեկնաբանությունը նույնացնում են դրանք և համապատասխանների կերպով ենթադրում, որ հանցակազմի բացակայությունը դեպքի և այն որպես հանցագործություն դիտելու համար հիմքի ընդունված իրավական նորմի անհամապատասխանությունը միշտ ենթադրում է հանցագործության դեպքի բացակայություն։ Այսպիսի մեկնաբանություն այն վերադրելի է և ոչ միայն ինքնին, այլև հատկապես այն պայմաններով և քրեական հետապնդումը բացառող հանգամանքը կապված է նախկինում գոյություն ունեցած դեպքերան արարքը որպես կոնկրետ հանցագործություն նախատեսված նոր է հետագայում վերացնելու հետ և միաժամանակ մեղադրանքի մեջ նկարագրված իրադարձության դեպքը համապատասխանում է քրեական օրենսգրքի մեկ այլ նորմի հատկանիշներին։ Այսպիսով Երևանի ընդհանրության առաջնահերթի դատարանը սահմանադրությանը հակասող նորմի կիրառմամբ և ոչ ճիշտ դատավարական հիմքով դադարեցրել է անպատասխանների նկատմամբ համապատասխանաբար քրեական օրենսգրքի այսինքն հոդվածում նրանց արարքում արերևույթ այդ հանցակազմի առկայության պայմաններում։ Հիմա ինչ ասել վճռաբեկ դատարանը ուշադրություն հրավիրել է խնդիրը բարձրացրել 35-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հետո ամփոփելով վերաբերյալ 26 կետում կարդում վճռաբեկ դատարանն արձանագրում է որ շուն գործով դատական դատարանները դատական արկայացնելիս թույլ են տվել դատական սխալ քրեադատավարական օրենքի իրականացում այն է սխալ են մեկնաբանել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ 300-ը վերաբերյալ փոխելով հոդվածի դատավարության հոդվածի 3-րդ մասի պահանջները ինչը քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն ինքը առաջին արձանի դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի որոշումը և այն ամփոփող թողնելու մասին վերակնիչ դատարանի 21 թվականի նոյեմբերի 26-ի որոշում բեկ անելու և գործը քաղաքականություն դատարան նոր քննություն ուղարկելու համար։ Եվ նույն ժամանակ վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ հակակոռուպցիոն դատարանը նոր քննության ընթացքում հիմք ընդունելով շուն որոշման արտահայտված իրավական դիրքորոշումը պետք է վերացնի թույլ տրված խախտումները և արդյունքում անկի համապատասխան հետևության։ Խախտումը մի հատ է։ Երկու հատկանելով սխալ հիմքով է և հնարավորություն չի տվել դիրքորոշում հայտնել։ Պետք է վերացվի։ Վերացել եք, հնարավորություն տվել եք և կատարել են, դրանից հետո պետք է նորից եզրահանգում է։ Խնդիրը ընդամենը ինժեների մասնատուժողներ իրավունքները պաշտպանելու տեսակետից, որ ընդհանրապես քրեական գործը չփակվի, այս չէ, ընդհանրապես քննող քրեական գործը, որտեղ հացածը չկա, քրեական գործը քննարկվում է։ Եվ ճիշտ հիմքով, հիմա նոր քրեական դատավարության դեպքում այս երկրորդ խախտումը վերացնել ամենը, որտեղ հանցակազմ առաջադումն է վերացել։ Հիմա հետևաբար երկու կարևոր հանգամանք։ Առաջինը վճռաբեկ դատարանը ընդհանրեն ասել է թողեք հնարավորություն տվեք շտկի, չեք իմանում ոնց է շտկելու, հենց որ մենք ասենք այդ շտկելը հնարավոր է կամ անհնար, մենք կմիջամտենք դատախազի գործողությանը։ Մենք չգիտենք ինքը ոնց է շտկելու, թույլ տվեք թող շտկի, կվերի հաստատող, դու կդեմացեք։ Վճռաբեկ դատարանի առաջին կետը հետևյալն է, ես չեմ միջամտում ինչ կանի դատախազը, ուղղակի մենք ֆիքսենք, որ հնարավորություն է, ինքնորոշ իրավական փաստականներ անտերստերության սահմանադրական դատարանի որոշումը, ասել է միջև մենք տենց չենք հասկանում, հիմա տենց ենք հասկանում, տենց կհասկանանք։ Թույլ տվեք թող շտկի։ Ընդ որում, էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել, վճռաբեկ դատարանը ընդհանրեն դատական սխալով հետ ավարտել։ Մենք այդ գործը քննում ենք քրեական դատավարության օրենսգրքում, որը երկրում հնարավորություն չի տալիս, բայց այդ արել եք,
շրջանառեք դատարանի որոշումը հարգելու արել ենք, օրենքը քիչ տալիս դատախազին, ուղղակիորեն դերել է դատախազին ինչ իրավունք ունի անելու եւ այս ծնունդը անել իրավունքների մեջ քիչ նշված, բայց ինչ է։ Հիմա նայեք, ուզում եմ ուշադրություն հրավիրեմ Սահմանադրական դատարանի ՍԴՕ 1586 որոշմանը եւ փորձենք հասկանալ ինչ իրավական հետևանքներ դա առաջացրել։ Ըստ էության դա այն որոշումն է, որով հակասահմանադրական ճանաչվել 301 հոդվածը։ Մինչև կանոնային դիսկուրս Մինչև ձեր միջնորդությունը առնվազն գոնե քննարկենք, ես հարցի քննարկման շրջանակներում էլ հասկանալ Ես ուզում եմ անալ մինչև ինչքան եմ քննարկում, որ ստացան այդ կանոն տեղավորվում, բայց քննարկելը Հենց ձեր միջնորդությունը քննարկելու են դատարանը լուծելու է, հետո հասկանանք այս միջնորդության քննարկման շրջանակներում, այս կետի հարցի քննարկման շրջանակներում այլ միջնորդություն եթե կա եւ եթե մենք ժամանակի մեջ տեղավորենք դատարանը այդ հանրահավաքություն ևս ունի։ Միջնորդությունը եթե կողմերը ունեն ներկայացնել դերավոր տարբերակով հաջորդ դատական լիստին քննարկման հարաբերական դարձ։ Սրանց ավելի Նա 5 րոպե չունի, բայց ունի 5 րոպեից հավաքել։ Բարև, հայր, ոնց եք, սիրուներ։ Գետինա կպնում, սրմ։ Ես բանուտի ասել ես, նայեք ձեր են կապիտալի հետ կապված, Երևանը կենտրոնական շտաբ փոխանցել է, Լևոնի օգնականը կկամվի, մենք մինչև այս պահ մինչև 30 համարտ ենք քննարկել ֆիքս, դրանից քննարկելուց մենք ավելի չէ, ինքը չէ դիգրան չի, ուրիշ տղայը կկապվի ինքը էլ ես քանի օրը, որ ասի մոտարապես, որտեղ մի քանակ կարդ են ֆիքսած է դա ամփոփ Մնացածը չգիտեմ, էլի տեղը չեմ ողջում։
Sorry. Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի համաձայն
սահմանադրությանը հակասող եւ անվավեր, այսպես կոչված էքստոնց կամ սկզբնական պահից, այսինքն ընդունման պահից, համարվում է, որ այդ հոդվածը երբեք չի եղել։ Դատավարական հետևանքային է, որ եթե կա օրինական ուժի մեջ մետաղդատական արտապային պարտադիր ենթակա է վերանայման, որովհետև ստացվում է նման հոդված չի եղել, ընդ որում ոչ թե դատարանի հայեցողությամբ այլ օրենքի ուժով, եթե քրեական օրենքի նորմը ճանաչում է հակասահմանադրական էքստոնց, ապա ընթացքի մեջ գտնվող վարույթը կոչվում է իր նորմատիվ հիմքը եւ պետք է դադարեցվի ոչ թե ընդհանրակարգային, այլ իրավական հիմքը չկա այն հոդվածը, որով առաջադրվել է գրում այդ որ կամերադրանք եւ դատավարությունը հանդիպում։ Անհատական պաշտպանության հետևանքը այն է, որ եթե կա օրինական օրենքի մեջ մտածողական պետք է վերանայվի, եթե վարույթը ընթացքի մեջ է, պետք է դադարեցվի իրավական հիմքի բացակայությամբ։ Այսպիսով պետությունը պարտավոր է որ վերացնել ոչ միայն ապագա, այլև անցյալ համարտադրությունները, եթե նման բան տեղի ունենա։ Ըստ էության, մենք ինչ ենք մտածել, համարտադրանք 300 կոդվածով, կամ քրեական գործ 300 կոդվածով, հետո փոխարել 300 կոդվածով, տվյալ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, համապատասխանաբար այդ հոդվածը ոնց որ ֆիքսեցինք, ի սկզբանե է դադարել գոյություն ունենա։ Սա ինչի է կարևոր, որտեղ 3-4 հատ հետագայում անդրադառնում եմ, մենք անընդհատ խոսում ենք իրավական գնահատականը փոխել։ Փոխել բառը ենթադրում է, որ ինչ-որ բան կա, այդ ինչ-որ բանը փոխում ենք։ Սա շատ էական է, որովհետև եթե ինչ-որ բան չկա, չեն կարող փոխել, եթե ինչ-որ բան չկա, դրա գնահատելը, համատեղելը, համատեղելը պրոբլեմատիկ է լինելու, բայց ես հիմա ավելի մանրամասն նորից կանդրադառնում դրանց։ Էքստոնց անվավերության կիրառման պայմաններով խնդիրը դուրս է գալիս այն ամենից եւ դեպքի բերում այս սահմանադրաիրավական բնույթ։ Այստեղ հարցը այլևս միայն կրկնակի դատման արգելքը չէ, այլ նույն արարքի համար հետագայում նոր քրեական հիմք ստեղծելու արգելք։ Երբ քրեական պատասխանատվություն սահմանող նորմը ճանաչվում է հակասահմանադրական իր ուժի մեջ մտնելու պահից, դրանից բխում են հետևյալ հետևությունները։ Հետևյալ արարքը երբևէ իրավաչափորեն իրականացված չի եղել։ Պետությունը երբեք իրավասու չի եղել անձի քրեական պատասխանատվություն հետապնդման ենթարկել այն նորմի հիման վրա, իսկ իրականացված քրեական վարույթը եղել է ոչ միայն դատավարական առումով անումն, այլև նորմատիվ առումով, օրինակ անօրինական եւ հակասահմանադրական, եթե այս պայմաններում հնարավորություն է տրվում արարքի նոր որակումով նույն անձի, նույն վարակագծի կրկնակի քննություն առարկա դարձնել, ապա այն կհանգեցնի երկու հիմնարար սահմանադրական արժեքների խախտման։ Մեկը հետադարձ քրեականացման արգելքն է, երկրորդը կրկնակի չդատվելու արգելքն է։ Նայեք, հիմա մանրամասն ներկայացել ենք, ես բաժին ուղղակի ծրում առաջացնեմ, ես բաժնում ընդհանրեն արձանագրեմ, հաջորդ կետից ավելի կարելի է սա շատ տեսական է, բայց շատ կարևոր տեսական է։ Երկու խնդիրները դրանք են, որ այդ սկզբանե չի եղել, եւ նորմատիվ չի եղել, եւ դրանք հիմա վերականգնված բոլոր իրավական դատավարական գործողություններն են ոչ իրավաչափ։ Այս պայմաններում վարույթի շարունակությունը եւ նույն հաստական հիմքերի վրա այդ հոդվածով նոր մեղադրանքի ձևակերպումը չի կարող դիտարկվել որպես դատավարական շփում կամ թույլատրելի վերավորակում, այլ հանդիսանում է սահմանադրական կարգի իրավական որոշակցության եւ ներդիսցիպլինի սկզբունքի համակարգային խախտում։ Հիմա այսինքն մի հատ կարևոր հանգամանք կա, որ քրեական օրենքի հոդվածները հակասահմանադրական շատ հաճախ չեն ճանաչվում։ Երբ որ մենք քննարկում ենք, տպավորությունը, որ շատ պատասխան կարող է տարին երկու անգամ կարող է հակասահմանադրական ճանաչվի քրեական օրենսգրքի որևէ հոդված։ Քրեական օրենսգրքի հակասահմանադրական ճանաչված հոդված առաջինն է։ Հայաստանի Հանրապետության քանի տարի ունենք 25 տարվա ընթացքում։ 35 տարվա ընթացքում։ Հակասահմանադրականության հիմքով ազգային ժողովը բավականին շատ փոխել ասել, մենք խնդիր ենք տեսնում փոխում են հոդվածը, բայց որ քրեական օրենսգրքի նյութաիրավական հոդվածը հակասահմանադրական ճանաչվի հենց ամեն ոչ թե մեկնաբանություն տրվի, այլ հենց հակասահմանադրական ճանաչվի առաջինն է։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք հանրային շրջանակներով հանրային շահի մասին, իրականում հանրային շահի քննարկման հարցեր չկա։ Որովհետև հանրային շահի հարց առաջանում, եթե մենք այդ խնդիր ունենք, որը հանրությանը անընդհատ խնդիր առաջացնելու։ Այս դեպքում մենք ունենք անձի սահմանադրական իրավունքը պաշտպանելու, կրկին չդատվելու եւ դատավարական, ասենք ասենք, այս շրջաններ շահելու լույսի ներքո։ Հիմա փորձենք հասկանալ մի քանի հանգամանք փորձեմ ավելի մանրամասն բազովանել ու արդեն վերջում կգանք եզրահանգումների։
մի հատ հետևյալ իրավական հարցն է։ Արդյոք սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենքի նորմը հակասահմանադրական ճանաչելուց հետո այն նորմի հիման վրա հարուցված քրեական վարույթը, առաջադրված մեղադրանքը եւ իրականացված քննչական գործողությունները կարող են պահպանել որևէ դատավարական նշանակություն եւ ծառայել նոր քննության կամ այլ հոդվածով վերավորական հիմք, թե դրանք պետք է համադրվեն համարեն իրավաբանորեն առաջին եւ սկզբանե։ Հիմա մենք չենք կարող ընդդել, վճարեք հետո որ հարցը առաջանա, ասել եմ հիմա բնույթ չեմ արել։ Ընդհանրապես ուզում էր դատախազը փոխել, ասել եմ փոխի նա տեսնեք եթե ինչ ես ուզում փոխես։ Որ մեկը գնահատենք, բայց ի սկզբանե անընդհատ նույն միտքն եք ասում, որ գնահատելու հետ կապված մենք քննարկում ենք։ Պետք է դատան գնահատում գտնվելու է, առողջություն է ստանալ ճիշտ։ Երկրորդ գտնվելու։ Արդյոք ընդհանրապես Բարոյանն իմ ասածը հաստատեց։ Բայց բանը իր ասած է։ Արդյոք եղել է ընդհանրապես օրինական մեղադրանք, մեղադրյալ հետ գրավելու որոշում, գործը դատարան ուղարկելու, վարույթ ընդունելու, դրա հետ կապված ապացույցներ ձեռք բերելու, ապացույցներ առանձնացնելու, բոլոր գործողությունները, բոլորը հիմքում դրվել է եւ մի հատ հոդված, որը գոյություն չունի։ Պարզ ասած, պատկերացրեք հետեւյալը, ձեր զգարգոց, որտեղ գրված չլներ, որ հոդվածով առանձը մեղադրվում։ Չկա, ուղղակի գրված չլներ, հոդվածքում գրված է որևէ X երկրի, ընդ որում հենց բարի ունի մարդով X, Y հոդված, որի ինչ-որ մի հատ տեքստ գրված է, որը ոչ մի բան չնշանակել, բայց դատախազը ասել, ախր սա իր մեջ կանցակազմ ունի, հետո դատարանում ես կասեմ։ Այս նույնն է։ Հիմա երբ որ դուք գնահատեք, դուք պետք է նաև գնահատեք իհավելում են ինչ որ ես ասում եմ, որ չկա մեղադրանքի փոփոխությունը տեղի չի ունեցել, փոփոխություն տեղի ունեցել նոր մեղադրանք, հիմա ավելի մանրամասն դրանք կանխատառնա։ Նաև ընդհանրապես դատավարական գործողությունները կան, չէ՞ հիմա իրավաչափ թե չէ։ Այսինքն ինքնին ընդհանրապես գործում մի հատիկ, օրինական ապացույց կա, թե չէ։ Հաշվի առնելով, որ իրավաբանորեն երբեք չի եղել վավեր քրեական վարույթ, ոչ էլ եղել է հետո է անվավեր դարձել, այսինքն սա շատ կարևոր է, ի սկզբանե չեղել է հոդվածը։ Քանի որ եղել է վարույթ 225 հոդվածով, դա լրիվ ուրիշ բանի մասին է, քանի որ պետությունը երբեք չի ունեցել իրավասություն հավաքելու այդ վարույթը քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը երբեք գոյություն չի ունեցել, հետևաբար բոլոր կատարված գործողությունները եղել են իրավասությունից դուրս, այլ կերպ ասած ներկա պահին քննություն է իրականացվում առաջին նյութերի հիման վրա, սա երկրորդ հիմքն է։ Արգել դատարանը առանձին հիմք է, որ ասում են պետք է պարզենք, մի հատ հանգամանք պիտի պարզենք, ընդհանրապես նյութ կա, ոչ թե բովանդակային նայենք, տեսնենք թույլատրելի է թե չէ, այլ ինքը ամբողջական խաթետող անվավեր փաստաթղթեր են, որովհետև իրանք ձեռք բերել են, հավաքվել են, գոյություն ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում։ Պարոն Մելյան, մենք այս փուլում ունենք ապացույցի անձնական կապվածություն, եթե բովանդակային հետազոտում չի պահանջում։ 395 հոդվածով, եթե բովանդակային բայց միշտ ես ընդհանրապես ասում եմ, ոչ թե առանձին ապացույց, այլ ապացույցներից բացի դատավարական բոլոր գործողություններ են առողջիչ։ Մեղադրանք առաջադրել, եթե մեղադրանք առաջադրված չլինի, պարոն Քոչարյան, չեք ընդունել, չեք ողջունել։ Հիմա սահմանադրական դատարանի որոշումը եւ մեղադրանքը փոխելու հնարավորությունը։ Սա է կարևոր։ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի հիմա անդրադառնամ, այս մի կետը գրվածած թե չեմ ուզում անդրադառնամ, մի քիչ տեխնիկական է, հիմա անդրադառնամ հետևյալ հարցին սահմանադրական վճռաբեկ դատարանի որոշումը ոնց պետք է ամենից դիրարկենք։ Վճռաբեկ դատարանի որոշումը ընդհանրապես արտահայտական մի բան։ Ասել է, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախկին գործով, որը քննել է նախկին գործը, հնարավորություն է տալիս դատախազին պետքասել հնարավորություն փոխել մեղադրանքի իրավական եւ երկրորդ խնդիրը, որ ստանդարտական մատուցել 35 հոդվածի համապատասխան մասով դա վարկենալու քննության հաստատությունը ներածեք բազեք։ Վճռաբեկ դատարանի որոշումը արժեքն է դառնում 1, ոչ թե 0, որովհետեւ բեկանել է, այդքանով ավարտում է, որովհետեւ իրավական նորմերը չի իմանալ կառուցել վճռաբեկ դատարանը, այլևս կիրառելի չէ։ Իսկ ձեր վարույթում երկու խնդիրներ լուծվել է օրենսգրքի կողմից։ Եվ 35 հոդվածի առաջին մասի, երկրորդ կետերի տարանջատումն է վերացվել, չկա ուղղակի
Եվ մեղադրանքի իրավական գնահատականի փոխման կառուցակարգն ամբողջությամբ փոխվել։ Հիմա փորձենք դրան անդրադառնալ, այսինքն վճռաբեկ դատարանի որոշումը ձեզ որևէ ձև չի կաշկանդում, որովհետև վճռաբեկ դատարանը ձեզ ինքնատիպություն է դեզել, առաջինացիանի դատարանը հանձնարարություն տալու իրավունք չունի։ Ինքը վերադասպանում չի, ինքը ընդհանրել իրավական գնահատականատարից գործող նորմերին, ինքը տվել է իրավական գնահատականի գործող նորմերին, որոնք այլևս չկան։ Ազգային ժողովը ասել է վճռաբեկ դատարանը ստեղծում։ Քո ասած պրակտիկը մեզ համար էլ արդեն հետաքրքիր չի այս գործի համար, որովհետև մեզ հետաքրքիր է նոր քրեական դատավարության ռեզգիրքը, որտեղ մենք սահմանել ենք նոր կանոններ, եւ որտեղ կգանալիս կրկնվի նոր կանոններով են քննել։ Նոր քրեական դատավարության դատարաններ նոր քրեական դատավարության ռեզգիրքի նոր կանոններին փոքրիկ հղում տվել։ Իրա կողմները ես բան չի, ինքը չէր կարողանում տալ մի հատվածի, որ ինքը չի կիրառում։ Առավել առաջ վճռաբեկ դատարանը չի կարող Չենց ասենք, եթե վճռաբեկ դատարանը այս գործը քննարկելուց վերաբերվել է նոր քրեական դատավարության ռեզգիրքում ենք համարում ենք, որ դա բանի իմաստով, սահմանադրության իմաստով վճռաբեկ դատարանի կողմից փաստական հանրամատերու տված մեկնաբանություն է, ուրեմն վճռաբեկ դատարանը հանցագործություն է կատարել։ Դեպի ես դրանից չեմ ելնում, որտեղ վճռաբեկ դատարանը ունի ընդհանրապես մի ֆունկցիա։ Արդարադատության իրականացում։ Դրա մեջի սպეციფიկ ձևակերպումներով ինքը չի կարող ոքի աբստրակտ վերլուծություններ գերի, ասենք արդյունքով աբստրակտ կիրառում, օրենքը մեկնաբանած է։ Չարչային դատարանը չի կարող գնահատել վերակնիչ դատարանի կողմից կայացված վերլուծությունները։ Կարող է իրանել կամ չիրանել։ Դրա համար է որոշումը սույն դեպքում կոնկրետ գործով արդյունք։ Հիմա վերադառնում ենք հետևյալ հարցին։ Քրեական դատավարության ռեզգիրքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ դատարանի մեղադրանքի փոփոխությունը ոչ թե կանոն է, այլ բացառություն, որի գործադրումը պայմանավորվածքից անհրաժեշտության եւ սահմանափակված է մի շարք նյութայրավական եւ դատավարական երաշխիքներով։ Այդ ինստիտուտի կառուցվածքային տրամաբանությունը նպատակ ունի կանխել մեղադրանքի կամայական ձևական կամ քաղաքական վերաձևակերպումը եւ ապահովել դրա կապը իրավական հետազոտված ապացույցների հետ։ Առանցքային հարցերից մեկն է, որ դատախազի կողմից մեղադրանքը փոփոխելով հարցերում օրենսդիրը միանշանակ կապ է սահմանել մեղադրանքի փոփոխության եւ ապացույցների հետազոտման միջեւ, այսպիսով բացառելով կամայական քաղաքական կամ ձևական վերավորակումը։ Այլ կերպ ասած, օրենսդիրը հստակ եւ միանշանակ կապ է սահմանել մեղադրանքի փոփոխության եւ ապացույցների հետազոտման միջեւ։ Այսպիսով ամրագրելով, որ մեղադրանքի փոփոխումը չի կարող լինել զուտ դատախազի սուբյեկտիվ եւ կամայական գործողությունների արդյունքը, գործը դատարան փոխանցելուց հետո իր նախնական եզրակացությունների վերանայման հանգամանքներով պայմանավորված։ Այդ պետք է բխի դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցների արդյունքից։ Մեղադրանքի փաստական փոփոխության համաձայն թեդեվայի 276-րդ հոդվածի երկրորդ մասի թույլատրելի է միայն այն դեպքում, երբ հիմնական դատավարությունների ընթացքում հետազոտված ապացույցները հաստատվել են նոր փաստական հանգամանքներ եւ միայն փաստական ապացույցների հետազոտման արդյունքում։ Ես այստեղ չեմ ուզում շատ քննարկել, սա մի անգամ քննարկել եմ, ուրեմն ուղղակի ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել։ Քրեական դատավարության ռեզգիրքի 276-րդ հոդվածից բացի գոյություն ունի 39-րդ հոդված։ Ընդ որում քրեական դատավարության ռեզգիրքը հստակ սահմանում է բոլոր մասնակիցների իրավունքները, ընդ որում սահմանադրությունը ասում է, որ պետական մարմինները, այդ տվյալ դեպքում դատախազ իրավունք ունի անել միայն այն, ինչ ուղղակիորեն օրենքով սահմանված է։ Եվ 39-րդ հոդվածը ուղղակիորեն սահմանում է, երբ կարող է դատախազը փոխի մեղադրանքը, դա կարող է լինել միայն ապացույցները հետազոտելուց հետո, խոսքը գնում է իրավական գնահատականի մասին։ Եվ հետևաբար, այս փոփոխված տեքստի ինքնին պետք է միևնույն է հանդիսանա, որպեսզի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնի, ուրեմն կրկնակի դատվելու արգելքի խախտման հիմքով։ Հիմա բայց արդեն անդրադառնանք մի քիչ ավելի այլ հոդվածների։ Հիմա նայեք, արգել դատարանը միանգամ չգիտեր ինչ որ բացով փոխելու դատախազը, թողել է դատախազին, ասել է փոխել դատարանը կգնահատվի։ Հիմա հաջորդ հարցը, որը իրական նշանակություն ունի, արդյոք կարող է մեղադրանք փոխվել այնպիսի հոդվածով, որը հարուցված քրեական վարույց չկա։ Այսինքն, մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որով քննություն չի իրականացվել, որով վարույց չի հարուցվել կամ չի նախաձեռնել վարույց։ Քրեական դատավարության թե նախկին, թե գործող օրենսգրքերի կառուցվածքային եւ համակարգչային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը քրեական արտադրության հիմնարար երաշխիք է դիտարկել այն սկզբունքը, համաձայն որի ցանկացած քրեական մեղադրանք կամ քրեական հետապնդում կարող է հիմնված լինել բացառապես օրինական կարգով
բովանդակային ոչ ձևական նշանակություն։ Եվ ենթադրում է, որ քրեական բարույթի նախաձեռնումը պետք է պարտադիր կերպով հիմնված լինի քրեական օրենսգրքի կոնկրետ հատկական տարագրող հոդվածի հստակ վկայակոչման վրա, որի հատկանիշներով է սկսվում է բարույթը։ Եթե նախկին քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի երկրորդ մասը, ինչի եմ նախկին հրամանը, որտեղ նախաքննությունը առնվազն մինչև դատարան գալը սրանով իրականացվել, որոշ բացառիկ դեպքերի թույլ է տալիս նախաքննության իրականացման առանց նոր քրեական գործ հարուցելու, ապա գործող քրեական դատավարության օրենսգիրքը այդ հարցում որդեգրել է խիստ սահմանափակող եւ կատեգորիկ մոտեցում ամբողջությամբ բացառելով նման հնարավորությունը։ Ինչի է նորը կարևոր, որովհետեւ փոփոխությունը տեղի ունենում նորի ժամանակ, որոնք գործը քննվում անորոշ հիմա դատարանում գտնվող գործող իրավական գնահատականը փոխելու հետ կապված կարգավորում չունենք, որ պետք է քրեական բարույթ նախաձեռնվածների կոնկրետ հոդվածը դա հաշվության առարկա։ Ինչ արած այդ մասով ու ձեր որոշման մեջ նախկինում նոր մեղական ներկայացնելու մասին որոշման պրոդուկտի որոշումը քայլել, այդ մասին հանրադարձ խաթարել է։ Հարուցիչոսը կարգավորում եշել մի միջնորդությունը ներկայացնում է, մի միջնորդությունը է, պոլիտիկիր է։ Այն ժամանակ ասիկին փոխում է, ես չգիտեմ ինչով փոխում, թողնում է փոխի, հետո վերահատեք։ Այդ գնահատման փուլում որոշում հայտնել։ Չէ, արգել դատարան, չէ գնահատել բովանդակային, վերջում ասել եք, դրապեք դատարան ասել է փոխի գնահատականը փոխել է։ Ձևական բանի մասով, ֆորմալ միտարիլան, որ ծնտած է տեղում գծել, ասել եք ընդամենը ես նամի միակ հանգամանք եք նայել, պաստական տեղը փոխել է, թե չէ։ Ասել եք պաստական հանգամանք չի փոխել, համապատասխանաբար, ոնց որ հաստատել եք, ասել եք իրավական գնահատականը փոխելու մասով ձեր կողմից նշված կարգավորումը դատականությանը չի վերաբերում, որ գործի դատականության ընթացքում առարկի իրավական գնահատականը փոխելու դեպքում պետք է նախաքննության ընթացքում նախաձեռնված քրեական բարույթ որովհետև ըստապացույցները կհետազոտեն, կապացույցները հետազոտելուց հետո կփոխեն։ Հիմա հետազոտապացույցը հետազոտելու փոխում։ Դա նշանակում է արգել դատարան, հետեւյալը, որ դատախազը կարող հանգիստ բերի չհարուսած գործով դատարան։ Բայց պայմանականորեն սպանության մեղադրանքով գործ է դատարանում, դատարանը վերջում սկզբնական դատականության ավարտի կողմերի հետ քննարկման առարկա է դարձնում դատավարական պարտավորումների համաձայն, որ օրինակ պայմանականորեն արկա չէ սպանություն, արկա է անզուգության մահ վաճառել։ Հիմա չունենք անզուգության մահ վաճառելու հարուցված քրեական գործ։ Հիմա օրինակ պետք է դեր օրինակ չէ, դրանք չի վերաբերում, ասեմ ինչի։ Պատկերացրեք, ստացել եք գործը, նոր ստացել եք գործը, դա առաջին նիստն է, դատախազ գալիս ասում փոխում են որակումը։ Հենց առաջին նիստն է, գործը նոր ստացել եք, առաջին դատատեսումները սկսել են նախնական, առաջին նիստում եք կողմերին բարձեցիք, իրավունքները բարձրացրեցիք եւ դատախազը ասում գիտեք ինչ որոշել են նոր մեղադրանք են վերում հոդվածը փոխել։ Այդ փուլում չեք ասելու հարուցված գործ կացել չի, ասել եք դրա քննիչ չկա ինչ հոդվածով։ Նման դատական պրակտիկա ամենայնպես ինձ հայտնի է, այս դատարանում չէ, բայց նման պրակտիկա կա, որ նախնական դատատեսումների հենց սկզբնական փուլում առարկի իրավական գնահատականը փոփոխվել է։ Որտեղ պետք է կայ հարցը բայց նման դատական պրակտիկա չեմ գտել ընդհանրապես, որովհետև փոխվել է չհարուցված գործով հոդվածով։ Առաջին նախնական դատատեսումների փուլում դատախազը միջնորդներ թույլ տվել փոխել առարկի իրավական գնահատականը։ Ինչ դատարան ուղարկելը պայմանականորեն գտնում ենք այս գնահատականը պետք է քննվի, հիմա գտնում ենք, որ պետք է այս գնահատականը։ Թույլ է տրվել, փոխվել է, ուժի մեջ շրջանացել որոշումը։ Առավել մանրամասնությունից։ Այո, դա ցանկանում եմ դատական պրակտիկա։ Այստեղ հարցն այլ է, հարուցված գործի մասին։ Ու նաև չհարուցված գործով էլի։ Այո։ Դե խոսքն դրան է։ Ինչ առաջին կողմից նշածներ, եթե սպանություն անզուգության մահ վաճառել, գործի քննության ավարտին անզուգության մահ վաճառելով հարուցված գործ չես ունենում, չէ՞ վերաբերած։ Դատարաններ, եթե կողմերի քննարկման առարկա դարձնում է օրենքի մեկնաբանման հարցը, կարող է առարկի իրավական Չէ, պետքական ուժի մեջ ամենացել հաստատվել դրանով ավարտվել։ Լավ, խորհուրդ դիկոմ այդ բայց դատարանը ավարտում, եթե դատարանը չգիտի, որ անձի առաջում ավարտը ունի կարգավորված է։ Մենք հիմա դրա համար ասում ենք ընդհանրապես այս փուլում չենք կարող, որպես այս խնդիրը չառաջանա, բայց այդ կարգավորը առարկի իրավական գնահատականը փոխելու հետ կապված է, կոնկրետ փուլ նշված չի, երբ հոդվածում փուլ իր նշված։ Առարկի իրավական գնահատականը կարող է փոխվել։ Ընդհանրապես, սույնը ազգերով ախտասված դեպքերում եւ կարգով փոխող
կամ վերացնելու մեղադրանք, ռազմական մեղադրանք ներկայացնելու մասին որոշում։ 5-րդ Մեկ վարժան։ երկրորդ մասի 5-րդ կետ։ Մեկ վարժան։ Մենք ապարում 276-76 Ինչև գտնի ես